Արձագանք չկա։ Ծափուցի ծաղը քաղաքապետարանի մեծ դահլիճում ավարտվում է, երբ սկսվում է Երևանի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագրի մասին լուրջ քննարկում է։ Բայց դա էլ մի քիչ անլուրջ է ըստ ընդդիմության։ Եթե խոսում եք աղբավայրից նոր, ու դուք նոր աղբի վերամշակման գործարանի մասին 0 բառ, ստեղ 0 բառ, դրանից հետո այս ծրագրին ոնց լուրջ վերաբերվեմ։ Գրեթե 250 էջանոց ծրագիրը խայտառակություն է անվանում Մեսրոպ Մանուկյանը։ Այդ զարգացման ծրագիրը, որ գրել են, խայտառակություն էր դա կատարյալ։ Քաղաքապետարանի բնապահպանական վարչության պետի պաշտոնակատարը հակադարձում է Մանուկյանին։ Դեռևս դեկտեմբեր ամսվա վերջին հայտարարել ենք ներդրողի մրցույթ աղբի վերամշակման գործարանի հիմնման եւ մրցույթը մարտի 27-ին հայտերի ներկայացման վերջնաժամկետն է։ Ըստ Սիրարփի Հայկազյանի դիմադիրներն այս մասին կիմանային, եթե գործակարգավարական նիստերին հետևեին։ Եթե երկրորդը ՔՊ-ի գործակարգավարական նիստերին հետևեմ, ուրեմն այսօր Աջափնյակի մետրոյով եմ եկել կամ Շենգավիթի հանգույցով, այն ֆենոմենալ հանգույցը, որ կառուցել եք, դրանով անցել եմ։ Մանուկյանն էլ իշխանականներին է մեղադրում իրեն չլսելու համար։ Վերջին օրերին Երևանում սրված ճանապարհների վիճակը եղանակով պայմանավորված ավելի է ծանրանալու, ահազանգում է Մանուկյանը։ Էսա գարուն է գալի ժողովուրդ ու անսպասելի անձրևներ են գալի ու որ նշվում է որ չկա հեղատար համակարգի քարտեզ, մեռը ասելով որ Երևան նախագծին ավել փող տվեք բյուջեի ժամանակ, ցղկվա ասելով որ տվեք գոնե տեղ փող ծախսեք որ Երևանը նորմալ հատակագիծ ունենա, էլ լսել է։ Հիմա ամենաբարձրը երևանցիների դժգոհությունն է լսվում։ Ասենք ահավոր վիճակ է։ Դեռ էլի է թեժանալու այս զայրույթը համոզված է Մանուկյանը, միայն թե իշխանականների ականջներին դա չի հասնում։ Մենակ նայեք, տեսեք քաղաքապետարանի աշխատակիցների կյանքը առաջ ոնց են ապրել, այսօր Սարյան փողոցից այս կողմ չեն գալիս։ Սարյան փողոցում փոսեր չկան, ասֆալտապատ ճանապարհն է, ասեք կանենքի առաջամարտիկներին գինարբուկների տանում։ Հաշիվն էլ Երևանցին է փակում, համոզված է Մանուկյանը։ Կոռուպցիան պոզով պոչով կենթանին մտել է այս շենք ու սենց թևացում աստեղից թռնում է գնում է բյուզանդից հետա գալիս տեղ, դա անհերքելի փաստ է։ Կոռուպցիան միջև ամենասենց ականջների ծերը թաթախված են։ Ալբերտ Սերոպյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։